աղջեցի մանցած, երկորներ մնացի Եզուկի և ուսի, ու ասես ծան աշխարում մնացան աղոտ մի պայծան, ու ասես ման աշխարում փոխվեց աննախ զրվիզի։ Անհնար է երևակայել, թե ինչքան բան պակասել հայրս կյանքում, եթե 1855 թվականի հունվարի 28-ին աշխարհի մի խուլ անկյունում, ախր քաղաքի գանձայում, ուսումնասիրել, գտի հանդեպ ամուսներ ունեցող հոգևորականներ սուքեսի հյուրընկալ, դեպապես ապահովված ու բազմազավակ ընտանիքում չծնվել դրցել երեխան, Վանիկը, որի կյանքը այնքան դժվարին ու այնքան բանջարեղեն կարճ պիտի դառնալ, գեղեցիկ նկարի ալիգացիա տարման անզուգական օրինակ։ Տարաճանաչ դարձել երևի սպիտարի հայրը ուսերեն որպեսի կարողանա փրկել քարտալերները։ Ստացել է կանոնավոր բարձրակի կորուստություն, նախ Մոսկվայի, ապա Պետերբուրգի համալսարանում։ Գրել սկսել է վաղ առաջին տարիներին։ Շատ արագ գտնելով իր ոչնյութը, հասկացավ արվեստի գաղտնիքը և հենց իսկ առաջին գրքով զարմացրեց ամենը։ Նա համոզված է, որ Թումանյանի ծույլի սրակելուց հետո կամ հարկավոր է գրել, կամ էլ նորմացրեց։ Տերյանը գերակացեց վերջինը, ասաց է, խոսքը Թումանյանի գնահատման։ Գրեթե բոլորովին նոր բաներ, Գրկաբացություն ես Տերյանի, մեծ լորեցի։ դուք բան ստեղծել։ Ես ուրախության ողջունում եմ ձեր մուտքը գրականասպարես։ Բարոյական։ Իսկ վարվելը խոստովանեց, հրաշալի բաներ, յուրացած զգացումներ, անթերի ձեռքերի մեջ։ 1900 թվականին հրատարակված ինքնաթշնամի անունների ժողովածուով Տերյանը Հովհաննես Թումանյանի նկարությամբ նորագույն շրջանված է մեր գրականության մեջ։ 20-ամյա Տերյանը միայն գործարկում է հայտնի դարձած ընդամենը մի գրքով բաղկացած յոթանասյուն բանաստեղծությունից։ Ահա թե ինչ է ասել այդ մասին Ստեփան Զորյանը։ Երկու պարուների թիվ չկար։ Ալմա օրացվեցին անվանի բանաստեղծները։ Սկսվել էր պարզապես տերյանական շրջանը, Տերյանի էպոխա, օդը ինքն էր Տերյանով։ Իր ժողովածում Տերյանը սկսել է գրել բանաստեղծություններ։ Գերման շարունակ մնալ չկար շքով է գնահատական հերոսությունը։ Սահուն քայլելով աննշման, որպես փոքր մուտքեր, միշտ վերացավ, միգունակ արջի ջերմակ շորերով, արձակ դաշտերի ամյարության մեջ նա մեմ շշնջաց, կարծես թե սիրո քրմուշ խոսք ասաց դիպով դաշտերին, արձակ դաշտերի ամյարության մեջ նա մեմ շշնջաց, ծայրների մեջ այդ անուշ քուշի շշուկը մնաց, և ծայրներն այդ սուր շշուկով իմ սիրտը լցրին։ Սահուն, բայց և հաստատում քայլերով նա մտավ գրական աշխարհ, որի կախարդական հմայքով գերի բոլորին, որքան լավ է գրել այդ մասին անճալեղ սավակը։ Հանդիպել եք ես պատանեկության շերին, ուղերձել ամբողջ երիտասարդության ընթացքում և այնուհետև դարձել վշտական բարեկամատ։ Սերտ ես խոստովանել նրա լեզվով, կարող եք հետևացրել նրա բառերով, թաղցել ես նա քեզ է, երջանկություն դու գերգրանք են խոսել նրա բերանով, նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու ուզերը գիտես անգիր։ Իրոք անհարմար գեղեցկություն ունի Տերյանի բանաստեղծությունները, գեղեցկություն, որը շտապված է տրտմության և երաժշտության մեջ։ Նրա ստեղծագործություններում հնչում ուրաչյա աշխարհները։ Աշխուր, անձեր, ստվերներ հետև, դողում է դնդաղ, աղ, միավաղ, անձեր հողում, սիրտս, տանջում է, ինչ խորագնախ, անգամիզություն, սպասիր, լսիր, ես չեմ լավրան, անցած ուզերից, տարապել է նայիր, աղ, նայիր, ցավում է նորից, իմ հիմա դոք,
անձրև, աշխում, ինչու ես հշում, հեռացած ակեր, մորացած ակեր, ինչու ես հշում, դու այնտեղ էր, այն ակագահեր, կյանքին շուշում, դու կյանք ես տեսել, դու կյանք ես հշում, ոսկե տեսիքներ, անուշների լույս, ես ծույլ շշում, իմ հոպահար չկա շանություն, անձրև, աշխում,
Սիրային բանաստեղծությունները կարծես մերժված սերերի գեղարվեստական արտացոլան դերիտերյանի կյանքի։ Բայց ընթերցում են բանաստեղծի կյանքի դերբակները, տեսնում են, որ նրա սերերը փոխադարձ են եղել։ Ես քեզից դառնացա ցեղացա, ես քեզից ցեղացա ուրացի։ Ապրելուց քաղցր եմ եղել քեզ համար, զգար, որ դու կաս, և լինել եմ, երկրվագել քեզ, առանց սրբել, երազել քեզ, լինել քեզ օտար, ստվել է փնտրել, ամեն տեղ, ու խենք հոգին կարող է Քրիստով չափել, անանց կարող է անվերջ տակապել, և լինել քեզնից բաժանված անել։ Սրտահար շողնահար, դողացին մեղմավար, տերևներ գնալին, պատեցին իմումին, դրակներ սանցան, սուրտ ու մեկ են եղել, անուշներ
իշխող պատմում է կանանց մեկնի ոգի տանջում ունենալ։ Այդ ճշերի մեջ կա մի քաղցր ցավ, մի թոմիշ երազ։ Մեկնի սիրտը փշրելով անցավ ու հեգնությունով նայում է վրաս, սակայն չեմ կարող ես նրան ապել, սիրում եմ նրան։ Իմ կյանքը մի նուր ու շշապավ էր, գուրգուրում է ինձ լույս հանդրվան։ Մեկը իմ սիրտը փշրելով անցավ, քաղցրավանք։ Օրհնված եք դու, սեր, ծնոտությամբ, օրհնված եք դու, երկիր, երկ, կյանք։ Ով կամ ովքեր են այդ կանայք, որոնց նվիրել է իր բանաստեղծությունները։ Տերյանի կյանքում և նավակներում հանդիպում ենք հետևյալները. Աննա Գասպարյանը, Անթարամ Իսկարյան, Սուսաննա Բախարова, Անահիտ Շանջյան և իհարկե Թումանյանի դուստրը, Նվարդ Թումանյանը։ Տերյանի կյանքում շատ կարևոր տեղ գրավեց Անթարամ Իսկարյանը, որի հետ ծանոթացավ պատահական։ Նրանց հանդիպումից հետո երկար տարիներ սիրային նավակներ գրեցին ունեցող։ Վայ, Վանի, եղբայրս։ Բարև, ինչպես Բարև եղբայրս, լավ եմ դու։ Պաստորեն դու էլ ես հաճախում այս եկեղեցին։ Այո եղբայրս։ Արի քեզ ծանոթացնեմ իմ ընկերների հետ։ Ծանոթացեք, իմ ամենամտերիմ ընկերն է, Վանիկը։ Հայդե, քույրս է, Անթարամը, դուք ծանոթ եք։ Ոչ։ Վանի, Շատ հաճելի է։ նմանապես։ Թվում էր, թե ճակատագրական հանդիպումը գեղեցիկ ավարտ պետք է ունենար, սակայն այն վերածվում է միայն հոգուկապի, հետաքրքիր սիրային նամակներ թողնելով սերունդներին։ Այս ժամանակաշրջանում երբ Տերյան նամակները գրում Անթարամին, նրա կյանքում հայտնվում է մի հայրի, Սուսաննա Բախարովան, որը դառնում է բանաստեղծի կինը։ Վահան Տերյանի նամակներից մեկում գրում է.
Մի վարկացեք, որ երկար ժամանակ է ձեր շնորհեցի։ Սիրելի իմ անտեկը, բանն այն է, որ ես ամուսնացա, բայց ես տեսնելու ցանկությունս իմ այդ աղաշն է։ Հավատացնում եմ, որ շատ եմ ուզում տեսնել։ Ձեր Ռոման Բեյրան։ Իմ հոգում նման այգում է իմ երկիրը, իմ նայրին, մեր հայրենիքի ցավը, մեզ այնպես է մաշում, ջրատում, գեղեցում, որ մենք դառնում ենք անընդհատ ուրիշ բանալելու։ Դա հիմնականում անուժելի սեր է, որի դեմ մենք անզոր ենք։ Ինչպես ազատվել դրանից, մինչև կյանքիս վերջ չեմ ազատվել։ Ինչպես ազատվես ինքդ քեզնից։ Amen hayat, hakkımız. Anam dinleyin, hamur.
Դեպոս մնար ուսեր վերջոց բոլորը, սակայն մշուշի միջից բացում է գութական տեսիլը։ Մշուշի միջից տեսիլ գութական, բացում է կրկին նայրին կրկում, որ երկրից տրկում թաղից այնքան, և այնքան ներում, որ երկրից տրկում, որտեղ են հարեն այնպես վերամբար ձեղրեի նման բարձված երկեքին, որտեղ է աղորդն այնպես վերում բարձ, և զոհավերուն այնպես հրտագին, որտեղ է խոցում այնպես չարուխոր սիրտը մարդկային, դաշուն է մնոր, որտեղ է հոգին այնպես վիրավոր, և ամբար երկին այնպես արևում։ Լավատես Տերյանը համոզված պահանջում է, որ հայոց արևոտ աշխարհի ողում արարատից սեր ճակատին հարյուր ոսկր տա, որովհետև դա հայերի հարության անհատ վկան է։ Կանգնի այնտեղ ժողովուրդ, և հավատա, և տոնա, փոխուշտում կա մեր խորհուրդ, և հաճվածի մահ չկա։ Շատ հարավիկ է տեսել հայ ժողովուրդ, բայց հանրախորը միամակի, բանաստեղծիկը հենց այդ մոտով է խորհրդանոցը։ Մի խառնեք մեր թե, վայրի, արջից եմ մեր երկրի աղարել, այդ սուրբ է երկրի, որպես դեղ մեր մեզ սրտասարջեն, անպես նոր չեն մեզ համար դալ ու մարություն, բաբելոն է դր մեր աղոյանը տես, անքեի կորենացը, չար մշուշուղոս։ Բարբարոսն է չար, կգամում անցնեն ամեն, արկայական խոսքը մեր կմնա ամեն, արիացի, սիրտի, և հավատում, կամ մի ճպար, որպես լույս, լերն է մեր կամում։ Այսպես խորհրդանում Վանտերյանը հնարավոր ծանր հիվանդություն, բայց նաև բախտավոր ու կյանքի վերջին շրջանում հակառակ ծնողների կամքին նրա հետ ամուսնացավ Անահիտ Շահիջանյանը։ Տերյանը հարաբերական հատուկ հանձնարարությամբ մեկնում է Միջին Ասիա, Պարսկաստանը, բայց ցավոք առողջությունը կտրուկ վատանում է և ստիպված կանգ է առնում։ Թեյ բերեմ։ Դու չքացել ես, դու էլ չկաս, սերը ցնորք է, բախտը երաս, քեզ չգտա ես կյանքում խավար, իմ սիրո լույսն էր պատկերը դվար, քաղցր պատրանք էր, խափող ժպիտդ, կարոտիս երկներ պայծառ հոգիդ, սրտիս երազներ թողիչ լեզուդ, կյանքը հեքիաթ, աշխարհը սուտ։ Հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը ձեռքերն ու ոտքերս առջում էին, խնդրում էր դրանք շփել։ Ինքը հանգիստ էր, հարցրեց. Նայդ, ինչ ես կարծում, ում համար է դժվար, նրա ով նարնում է, թե հարազատների, որ մնում են։